Մի մասը մեզ ծիրանով տանում է դեպի Բելարուս, մի մասը մեզ ուզում է Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայետ։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որ 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններում հավակնում է վարչապետի պաշտոնին, կոչ է անում նախկին նախագահներին չմասնակցել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եթե նրանք իսկապես ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չվերարտադրվի։ Պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին։ Ընտրությունը կամ մրցավազքը ՔՊ-ի կամ Փաշինյանի, այսպես ճիշտ է, Փաշինյանի եւ նախկին նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է դա։ Արման Թաթոյանը ընդունում է, որ պաշտոնաթող 3 նախագահների ժամանակ էլ եղել են լավ քայլեր, ձեռքբերումներ, բայց նրա խոսքով 2018-ի հեղափոխությունը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ բոլոր 3 նախագահների պաշտոնավարման ընթացքում կուտակվել էին խնդիրներ ու սխալներ, եւ հիմա Փաշինյանը նրանց այս սխալները շահարկելով փորձում է վերարտադրվել։ Քանի որ մեր ժողովուրդը հստակ այս հարցին պատասխանը տվել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության, եւ դա իմանալով մասնակցում են ընտրության, սա նշանակում է, որ դառնում են ուղղակի իշխանության ձեռքում գործիք։ Ինձ համար, եւ դա նաեւ ժողովրդավարական հասարակության կանոն է, որ նրանք դառնում են պարզապես ռեժիմի մաս այս պարագայում, որովհետեւ օգնում են Նիկոլ Փաշինյանին վերածվելու բռնապետի, եւ նա հիմնվում է, սնուցվում է միայն այս սխալներից։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն հայտարարել է, մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին, թե ինչ ֆորմատով հայտնի կդառնա հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Քոչարյանը նաև անընդունելի էր համարել ընտրություններին չմասնակցելու իրեն ուղղված կոչերը։ Ով է ում ձեռից բռնել, ով է ում խանգարում մասնակցել այս ընտրություններին։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առհասարակ ընտրություններին մասնակցելու մասին առ այս պահը չի հայտարարել, պնդելով, որ պետք է Փաշինյանի իշխանությանը հեռացնել ավելի շուտ իմպիչմենտի միջոցով, բայց Սարգսյանն ի տարբերություն Քոչարյանի հայտարարել է, իրեն իշխանություն պետք չէ։ Մեզ ոչ թե իշխանությունը պետք, այլ մենք հետապնդում ենք իշխանապողության գաղափար, այդքան մի բան։ Մենք ուզում ենք, որ 2021 թվական կրկնվի։ Մենք ուզում ենք, որ նույն վաղարշաբաթը կրկնվի։ Մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ի վերջո նորից էլի վերարտադրվի եւ 2026 թվականին ինքը լինի վարչապետ։ Ոչ չենք ուզում։ Իսկ դրա մեր ժողովուրդն ա տվել դրա պատասխանը։ Մեր ժողովուրդը հստակ ասել է պաշտոնաթող նախագահներ, որևէ մեկը չեք կարող երբեք գալ իշխանության։ Հստակ ասվել է։ Եվ սա շատ հստակ է ու Փաշինյանը դա շատ լավ հասկանում է։ Դրա համար Փաշինյանը նրանցից է դարձնում իրեն հակառակորդ։ Արման Թաթոյանի համոզմամբ նաև սա է պատճառը, որ Փաշինյանը պարբերաբար նախկին նախագահներին է հրավիրում բանավեճի։ Ի պատասխան Թաթոյանն այսօր առաջարկեց վարչապետին բանավիճել հենց իր հետ։ Պարոն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի։ Ցանկացած տեղ ընտրեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած հարցերը, Պետրոս Ղազարյանին կարող եք կանչել, որպեսզի ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի։ Ցույց տալու համար, թե նախկինները որքան խոցելի են եւ թե ինչպես է դրանից օգտվում Փաշինյանը, Արման Թաթոյանը պատմեց, որ երբ իր հիմնադրամի համար տարածք էր փնտրում, պարզվում էր, որ թանկարժեք տարբեր շենքեր պատկանում են նախկին նախարարների, նախկին падգամավորների եւ պաշտոնյաների։ Շատ ներողություն, իմ մոտ հարց է առաջանում։ Այս մի փոքր երկրից, այսքան տարի, դուք այս ինչ եք այսքան տարել, որ ամեն մի ձեր նախարար ու падգամավոր $1 միլիոն ու ավել շենքերը գրկած նստել եք ու հետո էլ ուզում եք հիմա ապահովել Փաշինյանը, որ չօգտվի այդ հարցերից։ Արձագանքելով իշխանությունից իր հասցեին հնչող քննադատություններին, թե նայել է նախկին, քանի որ Սերժ Սարգսյանի օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է արդարադատության փոխնախարար, օմբուդսմեն, Թաթոյանը հակադարձեց, թե երբեք չի ենթարկվել որևէ ղեկավարի հրամանի, իսկ որպես օմբուդսմեն իրեն խորհրդարանում ընտրել է նաև այն ժամանակ ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ես երբեք չեմ աշխատել հանրապետության ղեկավարներից որևէ մեկի հրամանով։ Ես երբեք չեմ եղել հանրապետության որևէ ղեկավարներից որևէ մեկի կուսակցության ներքո։ Սա ինձ մշտապես պահել է անկախ։ Ես երբեք ֆինանսական կախվածություն չեմ ունեցել, հիմա էլ չունեմ հանրապետության որևէ ղեկավարից։ Արման Թաթոյանի այս հավաստիացումներից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ԿՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կրկին Թաթոյանին անվանեց Սերժ Սարգսյանի թիմակից, գրելով.
Սերժ Սարգսյանը վարչապետի հետ բանավեճից մեղմ ասած խուսափում է, բայց նրա փոխարեն նրա արդեն երկրորդ թիմակիցն է ցանկանում բանավիճել վարչապետի հետ, այս անգամ Արման Թաթոյանը։